Ընդհանրապես միգրացիայի մասին շատ հեշտ է մեծ ծավալի նյութ գտնել։ Եվ երբ որ նույնիսկ search-էլ անենք Google-ում, բազմաթիվ սահմանումներ կբերի։ Եվ ամենապարզ սահմանումը հիմնականում կնշի միգրացիան որպես տեղաշարժ, հա, տեղափոխություն։ Օրինակ Webster-ի բառարանը սահմանում է հետևյալ կերպ միգրացիան։ Միգրացիան մի երկիրը լքել է մեկ այլ երկրում կամ տարածաշրջանում բնակվելու համար։ Եվ հետո շարունակում է բացատրել, որ միգրացիան միգրարը լատինական բառից է, որը նշանակում է փոխել մի վայրը մյուսի, ինչի համար մենք հայերեն լավ համարժեք ունենք հենց տեղափոխություն։ IOM-ը միգրացիայի միջազգային կազմակերպությունը էլի նման պարզ սահմանում է տալի, էլի կարդամ, որ հստակ լինի։ Անձի կամ անձանց խմբի տեղաշարժ միջազգային սահման հատելու միջոցով կամ պետության ներսում։ Եվ ցանկացած տեղաշարժի է վերաբերում միգրացիան անկախ տևողությունից, կազմից եւ պատճառներից։ Այսինքն այս սահմանումները, որ նայում ենք, թվում է թե ամեն ինչ հասկանալի է, կարող ենք գլխի ընկնել խոսքը ինչի մասն է, բայց մյուս կողմից, երբ որ սկսում ենք լսել միգրանտների միգրացիոն փորձառությունը, հա, իրանց պատմությունը, իրենց այլ երկիր մեկնելու մասին, ապրումների մասին, շատ տարբեր թեմաներ են դուրս գալիս, որոնք որ այս սահմանումների մեջ չեն մտնում։ Հիմա ես այսօր որպես ներածական զրույց ուզում եմ որոշ պատառիկներ կարդալ այդ տարբեր մարդկանց կամ տարբեր մտածողների իրական փորձառությունից, ու մենք հասկանանք ինչի մասին են իրենք խոսում, ինչ են պատմում, ու հետո փորձենք տեսնել այս ամեն ինչը ոնց է մտնում այդ դասական պարզ սահմանումների մեջ։ Փորձել եմ այդ պատառիկները շատ տարբեր տեղերից բերել, եւ գրականությունից կա, եւ հենց ինտերվյուներից հատվածներ են, եւ հուշեր են, եւ փիլիսոփայական վերլուծություններ են։ Առաջինը, որ ուզում եմ կարդալ, ուրեմն Լևոն Պապիկյանի անձնական կյանքի պատմությունն է, որը ինքը վերջերս հրատարակել է բավականին ծավալուն գրքով, մոտ երևի 300 էջ, եւ կոչվում է «Ակամա գաղթականները»։ Իր ընտանիքի պատմությունն է, թե ոնց մութ տարիներին, այդ 90-ականներին մեկնեցին արտերկիր ու փորձում են եվրոպական տարբեր երկրներում բնակություն հաստատել ու ինչ փորձառությունների են բախվել։ Եվ այդ գիրքը Պապիկյանը հետևյալ տողերով է սկսում։ 1993 թվական, դեկտեմբերի 12, երկու մեծ իրողություն է կապված այսօրվա հետ։ Նախ հրաժեշտ էի տալիս իմ հարազատներին, բարեկամներին եւ չգիտեի, որ հորս տեսնում եմ վերջին անգամ։ Երկրորդ, սկսում էի փորձառություններով հարուստ փախստականի իմ կյանքը։ Ինքս ինձ համար ստեղծում էի կարգավիճակ, որի անունն է օտարական։ Հիմա ինչա մեզ այս հատվածը պատմում։ Երկու հիմնական բան չէ, առաջինը, որ միգրանտը երբ որ լքում է, ինքը մտածում է այդ կապերի մասին, այսինքն բարեկամների մասին, ում որ թողում է, եւ այդ հարաբերությունների մասին, հիշում է հորը, որ վերջի անգամ է այդ ժամանակ տեսնում, եւ նաեւ այդ սպասումն է ու ակնկալիքը, թե ինչ է լինելու իր հետ։ Ինքը այստեղ այդ իր կարգավիճակը ապագայի սահմանում է որպես օտարական, բայց սա կարծում եմ, որ հետահայաց է։ Վստահ եմ, որ այն ժամանակ, երբ որ ինքը նոր 93 թվականին օդանավակայանում էր եւ պետքա մեկներ, ինքը դեռ այդ օտարականի հեռանկարը չէ, որ իր առջև ուներ, այլ ավելի հավանական է, որ պետքա փորձեր այդ երկրում յուրային դառնալ։ Փաստորեն այս հատվածից մենք արդեն տեսանք, որ պատմությունից դուրս են գալիս ինչ-որ շերտեր կամ թեմաներ, որոնք մեր այդ սկզբում հնչեցրած սահմանումը դեռ չէր անդրադառնում։ Երկրորդ պատառիկը, որ ուզում եմ կարդալ, Արենթի «Մենք փախստականներս» էսեից ենք, որտեղ ինքը էլի շատ դիպուկ նկարագրում է Գերմանիայից եւ տարբեր երկրներից Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած հրեաների պատմությունը եւ տենց ընդհանրացված խոսում է այդ փորձառության մասին, միգրանտի կամ փախստականի փորձառության մասին ու գրում է. Մենք կորցրինք մեր տունը, ասել է թե առօրյա կյանքի հարազատությունը, կորցրինք մեր աշխատանքը, ասել է թե վստահությունը, որ ինչ-որ կերպ օգտակար ենք աշխարհին, կորցրինք մեր լեզուն, ասել է թե արձագանքելու բնականությունը, շարժու ձևի պարզությունը, զգացմունքներին անկեղծորեն արտահայտելու կարողությունը։ Էս էլի շատ դիպուկ Արենթը բարձրացնում է այդ նոր երկրում աշխատանքի փորձառության մասին ու հինը թողելու մասին, նոր բնակության վայրի մասին, ու այդ մշակութային զգացողությունը, երբ որ դու օտար ես այդ մշակութին ու
քո լեզուն հնարավորություն չի տալի քո վերաբերմունքը ու առնչությունը այդ նոր տարածքին ասել։ Այսինքն լեզվի, մշակույթի, աշխատանքի, նոր երկրում դիրքի այդ ամեն ինչի մասին աստեղ խոսում։ Մի ուրիշ հատված միգրացիայի ուսումնասիրություններով զբաղվող մշակութաբան Քերոլայն Բրեթելի պորտուգալացի միգրանտներին վերաբերող վերլուծությունից է, հետազոտությունից է, եւ հիմա որ այս հատվածը կարդալու եմ, մի կյանքի էլի պատմություն է, ինտերվյուից պատառիկ է, ամուսիններ, որոնք մեկնել են Պորտուգալիայից Ֆրանսիա, սկզբից ամուսինն է մեկնել, հետո կնոջն է տարել, երեխային թողել են եւ այս փուլում երբ որ զրույցը ինտերվյուն արվել է, երեխան Պորտուգալիայում էր, բայց հիմա տեսնենք այս կինը ինչ է պատմում, խոսողը կինն է։ Ասում է Ֆրանսիայում կյանքը դժվար է եւ մենք պետք է զգոն լինենք յուրաքանչյուր փենի հարցում։ Ֆրանսիացիները պարզապես վաստակում են ու ծախսում։ Դրանք երբեք ոչինչ կողք չեն դնում։ Դա խելամիտ չէ։ Մենք աշխատում ենք ողջ շաբաթ, իսկ շաբաթ ու կիրակի օրերին մեր տնային գործերով ենք զբաղվում։ Գնում ենք պատարակ, եղբայրս է հյուր գալիս, բայց ֆրանսիացի տերտերը մեզ շատ է հանդիմանում պատարակի ժամանակ։ Միշտ ասում են, որ պորտուգալացիներին միայն փող աշխատելն է հետաքրքրում, եւ նա չի հասկանում այն մեծ ցավը, որ մենք ապրում ենք ընտանիքներից հեռու լինելով։ Այստեղ էլի ոնց որ նոր թեմաներ են դուրս գալիս այդ դրամ վաստակելու եւ ծախսելու կամ հավաքելու, կուտակելու ինստիտուտի մասին, այդ կարիքի մասին, որ դու պատասխանատու ես ինչ որ երկրում գտնված քո հարազատի համար, որ պետքա կուտակես այդ դրամը ուղարկես եւ հարազատը դրան սպասում է կամ դրա կարիքը ունի։ Այդ տարբերությունը փողի հանդեպ տեղացիների եւ միգրանտների, ու այստեղ կա թակարդային պահ, որ կարելի է այդ տարբերությունը ազգություններին, էթնիկություններին վերագրել, բայց պետք է հասկանալ այստեղ խնդիրը ֆրանսիացիների փոխծախսելու մշակույթի եւ պորտուգալացիների փոխծախսելու մշակույթի մեջ է, թե ուղղակի տեղացիների եւ միգրանտների։ Ու շատ հետաքրքիր է, որ շատ ուրիշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ երբ որ միգրանտն է մեկնում նոր երկիր այնտեղ աշխատանք փնտրելու, նրա սկզբունքները աշխատանք գտնելու շատ խիստ տարբերվում են տեղացիների աշխատանք գտնելու սկզբունքներից։ Եթե քո երկրում, քո ծագման երկրում դու նայում ես պրեստիժայնությունը աշխատանքի, նայում ես դա քո մասնագիտական ոլորտից է թե չէ, դա քեզ հետաքրքիր է թե չէ, արտերկրում առաջին հերթին միգրանտը նայում է նրան, թե որքան փող կարող է վաստակել եւ որքան փող կարող է կուտակել։ Համենայն դեպս այդպես է միգրացիայի առաջին այդ փորձառության առաջին տարիներին։ Ու այստեղ այդ փող հավաքելու, ծախսելու, աշխատանքի այդ էլի հարցերն են առաջանում, երկակի վերաբերմունք կա, հա, թե դու որտեղ ես քո հայրենիքում ես այդ գործը անում, թե միգրացիա երկրում ես անում։ Ուստեղ շատ հետաքրքիր է զուգահեռներ անցկացնել Արենթի մոտեցման հետ։ Տեսեք, Արենթը ասում էր, որ մենք կորցրինք մեր աշխատանքը, ասել է թե վստահությունը, որ ինչ որ կերպ օգտակար ենք աշխարհին։ Այս այն դիրքորոշումն է, որը սովորաբար մարդիկ ունենում են իրենց հարազատ միջավայրում։ Եվ սրա հետ կարելի է մի կողմից վիճել, ասել ոնց թե միգրանտները, հատկապես Հայաստանից, շատերը գնում են հենց աշխատանք գտնելու համար, բայց այստեղ այդ երկակիությունն է, հա, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի։ Արդյոք միգրանտները, երբ որ գնում են աշխատանք գտնելու, իրանք գտնում են նույն սկզբունքով, ինչ Արենթն է նկարագրում։ Այսպես մենք կամաց ես այս պատմություններով ուզում եմ նոր շերտեր ու նոր թեմաներ բացահայտեմ, որ մենք հետո ընդհանուր հասկանանք, թե այդ ամբողջությունը, հա, միգրացիայի ուսումնասիրությունների ինչ ա ներառնում։ Հաջորդ հատվածը, որ ուզում եմ կարդալ, Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտի փորձառությունը, իմ մասնակցությամբ արված վերջին մի երևի 2-3 տարի առաջ մեծածավալ հետազոտության շրջանակներում։ Եվ այս մարդը պատմում է Ռուսաստանի իր միգրացիոն փորձառության մասին ու ասում է. Մի անգամ ընկերոջս հետ տանը հաց էինք ուտում, թաղային ոստիկանը եկավ, ներս հրավիրեցինք, նստեց, հարց ու փորձ արեց, թե արդյոք կասկածելի բան չենք տեսել, դե չասեցինք, որ ինչ-որ բան տեսել ենք, բայց որ մտնում էինք մուտք, բնակարաններից մեկի դիմաց ջահել տղաներ ու աղջիկներ էին հավաքած, պարզ է, որ խմելու էին, հարբելու էին ու էլի ինչ-որ բաներ էր լինելու։ Այդպես էլ եղել էր։
այն աստիճան էին աղմկում, որ ամբողջ գիշեր չենք կարողացել քնել եւ գնացել ենք ուրիշ տեղ, որ կարողանանք հանգստանալ։ Բնակիչները բողոքել էին, թե խանգարում են իրանց հանգիստը։ Մենք բնականաբար նման բան չենք անում, մեր սովորություններն ուրիշ են, չենք կարող ռուսների նման լինել, բայց եթե ճիշտը վերցնես, այս մարդիկ ավելի ճիշտ են։ Ինչի պետք է իրենք իրենց կամ ուրիշների երեխաների պատճառով չկարողանան քնել։ Բնակելի շենքում ոչ մի մարդ իրավունք չունի մյուսներին խանգարել։ Այս օրինակը ինչ է ցույց տալիս, որ միգրանտների այդ սեփական մշակույթին նայելու եւ նոր մշակույթին նայելու այդ համեմատությունը, ճանաչելը, իրենց մշակույթը վերագնահատելը, ճիշտն ու սխալը փորձել հասկանալն է։ Շատ հաճախ, երբ որ զրուցում ես միգրանտի հետ, նա պատմում է իր տպավորությունները այդ երկրի մասին եւ փորձում է այդ զուգահեռները անցկացնել, հա, իրենց մշակույթի, սեփական մշակույթի եւ այդ նոր մշակույթի հանդեպ։ Ու ինչն է հետաքրքիր, որ որոշ դեպքերում սկսում են վերաիմաստավորել սեփական մշակույթը եւ փոխել դա, իսկ որոշ դեպքերում մտածում են, որ չէ, ամեն դեպքում մերը ճիշտ է։ Եվ այս դեպքում հետաքրքիր է, որ մի կողմից միգրանտն ասում է, որ այդ մարդիկ ավելի ճիշտ են, բայց նաև ասում է, որ իրենք այդպես չեն անում, իրենց, այսինքն հայկական ավանդույթը այլ է։ Ու այստեղ էլ այդ հետաքրքիր է էլի այդ գնահատելու փորձառությունը, հա, ու տարբերությունը հասկանալու համեմատելու մենք ինչպես ենք ապրում, դրանք ինչպես են ապրում, այդ ընթացքում շատ հաճախ միգրանտները մի տենց ռազմավարական հարցի առջև են կանգնում իրենց հարմարվելու, հա, այդ երկրում հարմարվելու եւ ինտեգրվելու ընթացքում տենց երկընտրանքի առջև են կանգնում, ոնց ներկայացնեն իրենց մշակույթը եւ փորձեն լինել նույնը, թե փորձեն տարբերվել։ Եվ հիմա հաջորդ հատվածը, որ կարդալու եմ, այդ դրա մասին էլի միգրանտը իր փորձառությունն է պատմում, թե ոնց էր փորձում իր ազգային առանձնահատկությունները ներկայացնել։ Ուսանողուհի է, որ մեկնել է Հայաստանից Միացյալ Նահանգներ սովորելու։ Ասում եմ, ես ունեի հայկական պայուսակ, հայկական նախշերով, որ միշտ կրում էի, հայկական նախշերով գուլպաներ ունեի եւ գլխարկ։ Էդ էլ ինչ որ մի ձև էր հագուստի միջոցով ազգայինը ցուցադրելու։ Միշտ հարցնում էին, այս որտեղից է, ասում էի, որ Հայաստանից է, ձեռագործ է, այս նախշը սա է նշանակում, այն մյուսը նա է նշանակում։ Իմ այդ հայկական գուլպաներն այնքան մարդու դուր եկան, որ ես մամայից խնդրեցի 20 քանի զույգ առավ, ուղարկեց ու ես բաժանեցի մարդկանց։ Ու իրանք մինչև հիմա ինձ գրում են, թե ինչքան են հավանում այդ գուլպաները, ու դրանց միջոցով հնարավորություն էր ստացվում ինչ որտեղ խոսել քո մշակույթից։ Մենք Հայաստանում հագնում ենք օրինակ փայլ փլուն, ուրիշ տեսակի բաներ, բայց ես դրանք չէի տարել, չէի ուզում, որ դրանք ազգային ընկալվեր։ Այստեղ էլ էլի մենք տեսնում ենք, թե ոնց միգրանտը ձգտում է ունեցել իր ազգային եսը, հա, ներկայացնելու, բայց ինչն է հետաքրքիր, որ օտար միջավայրում այդ ազգային եսը ինչ որ ձևով թարգմանվում ու խմբագրվում է, եւ աղջիկը ինքը նշում է, որ Հայաստանում մենք ուրիշ ձև ենք հագնվում, բայց ինքը երբ որ փորձել է դա ներկայացնել, ոչ թե ներկայացրել է այն ինչ որ ինքը տեսնում էր, որ հագնում են, այլ իր պատկերացրած այդ նախշերը, որոնք ինքը ավելի ազգային, ավելի հայկական է համարել, հա։ Ու էդ էլի նոր հարթությունա շատ լայնածավալ բացում միգրացիայի ուսումնասիրությունների, թե ոնց է ներկայացվում այդ տարբեր ինքնությունները, ազգային ինքնությունը կլինի, գենդերային ինքնություն կլինի, տարիքային ինքնությունը կլինի, ամբողջը փոխվում է, ու երբ որ նոր միջավայրում ես, դու սկսում ես դա թարգմանել եւ փոխել նենց, ոնց որ մտածում ես կամ դիմացինը կհասկանա, կամ որ մտածում ես ավելի նախընտրելի է, որ այսպես հասկանան եւ ոչ թե ուրիշ ձևով։ Այն մասն է, այդ երկընտրանքի, որ միգրանտը իր առջև տեսնում է, հա, ինքը ուզում է իր առանձնահատկությունը, իր սուբյեկտությունը ներկայացնել, իր այդ ուրիշ լինելը ներկայացնել, թե ուզում է փորձել յուրային դառնալ եւ նմանվել։ Հիմա եթե այս աղջիկը ավելի շատ այդ երկընտրանքը լուծել էր իր սուբյեկտությունը ներկայացնելու օգտին, մյուս հատվածը, որ կարդալու եմ, հակառակն է, այդ նմանվելու ստրատեգիան է, հա, չտարբերվել
այդ տեղացիներից։ Այս հատվածը, որ կարդալու եմ, գեղարվեստական գրականությունից է, Մհեր Բեյլերյանի վիպակից է, որը իհարկե վիպական ներկայացում է միգրացիոն փորձառության, բայց հիմնված է իր անձնական փորձի վրա, ինքը ասում է, որ մեկնել է Ռուսաստան աշխատելու եւ դրա հիման վրա է հետո գիրքը գրել։ Հիմա զրույց է իր բարեկամի հետ, բարեկամը ում մոտ աշխատում է եւ օգնում է հարմարվել այնտեղ, այդ առաջի քայլերը անել, այդ բարեկամը փորձում է խորհուրդներ տալ եւ ասում է կերպարին, ասում է այստեղ պետք է հագնվել եւ սանրվել, քայլել ու խոսել բոլորի նման, չնչին տարբերություն եւ քեզ այնպես է նայում, ասես մերկ լինես, բայց անցորդների նայելը դեռ ոչինչ, կարեւորը մենթերի ուշադրությունը չգրավես, իսկ եթե արդեն կանգնեցրել են ու ստուգում են փաստաթղթերը, նրանց վերաբերմունքը հաճախ կախված է քո սոլիդությունից։ Սոլիդ այստեղ համարվում է ջինսետ աբատն ու վերնազգեստը եւ ռաբի սուրքիտ կոշիկները։ Այ ինձ նայիր, բացատրեց այդ ֆենոմենը ազգականս, որի մոտ աշխատում էի շուկայում։ Իմ տեսքը բավականին սոլիդ է եւ մուսռները հարգանքով են վերաբերում ինձ։ Բայց մորուտդ էլ հո հայկական է, ախր մորդդ հեչ սոլիդ չի։ Մորդս հայկական է, չկարողացավ չընդունել նա։ Այնպես որ միևնույնն է, կանգնեցնում են, բայց ես հանգիստ ցույց եմ տալիս անձնագիրս եւ նրանք ինձ բարի ճանապարհ են մաղթում, որովհետեւ հագնվածը սոլիդ է։ Ես չցանկացա առարկել, որ նա ռուսական անձնագիր ունի եւ միայն այդ պատճառով են նրան բաց թողում, բայց որոշեցի հագնվել նրա նման։ Այստեղ էլի հետաքրքիր գեղարվեստական ճիշտ է ստեղծագործության մեջ, բայց էլի շատ հստակ ընդգծված է այդ մյուս ռազմավարությունը, հա, հնարավորինս դառնալ տեղացիների նման, հնարավորինս ինտեգրվել։ Եվ նաև որպես շատ հետաքրքիր միգրացիոն ուսումնասիրությունների թեմա այստեղ հայտնվում է այդ ոստիկանի կերպարը, որը մեզ տանում է դեպի միգրացիոն քաղաքականություն իրականացնողներին, հա, ու մենք հասկանում ենք, որ բացի այդ առօրեականությունը եւ անհատական հարաբերությունները տարբեր ոլորտում կա նաև այդ ինստիտուցիան, որը իր սեփական կանոններն է պարտադրում։ Ուզում եմ մեկ այլ հատված կարդալ, որը Ուիլյամ Թոմասի եւ Ֆլորիան Զնանյեցկի շատ հայտնի միգրացիոն ուսումնասիրությունների մեջ շատ հայտնի գրքից է, որ կոչվում է Լեհ գյուղացիները Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Ուրեմն սա հիմնականում լեհ միգրանտների նամակագրությունների ուսումնասիրությունն է։ Ու այստեղ կկարդամ այդ նամակներից մեկից մի հատված։ Կինը գրում է ամուսնուն, հա, իր լեհ ամուսնուն, որը նահանգներում է բնակվում, գրում է. Ստացա նամակը նկարների հետ մեկտեղ, չես պատկերացնի ինչ ուրախություն է եւ հանգստություն ինձ համար քեզ տեսնելը, առաջին պահին ինձ թվաց քեզ կենթանի եմ տեսնում, ստացա նաեւ փող 12 ռուբլի, ապրիլի 1-ին, սրտանց շնորհակալ եմ, այժմ սիրելի Վլադեկ, իմ քեզ մոտ գալու մասին, եթե դա հնարավոր լիներ, ես միայն ուրախ կլնեի, բայց պատկերացրու թե ինչ դժվարություն է ինձ համար մենակս այդ ճամփորդությունը ձեռնարկելը։ Դու գիտես, որ ես շատ պինդ չեմ, ոչ էլ առանձնապես շփվող, ուստի ինձ շատ դժվար կլինի այդ ճանապարհը մենակս անցնել։ Ինչ վերաբերում է Ռաֆալսկիին, հիմա նա չի գա, նրա ծրագիրը փոխվել է, նա վիրավորված է քեզնից, որ դու գրում ես երկրի մասին, փոխարենը քո աշխատանքի վաստակածդ գումարի աշխատանքի հնարավորության մասին գրելու։ Այստեղ էլ ինչ ենք տեսնում այս նամակում, հա, էլի շատ տենց տարբեր շավիղները կարելի է բացահայտել, նախ այդ ինչ որ ժամանակաշրջանում այդ տանը սպասող կանանց եւ աշխատանքի մեկնող տղամարդկանց հարաբերությունների մասին, հա, ինչ այդ գենդերային ասպեկտն է բացում, որը իհարկե հետո փոխվում է, որովհետեւ միգրացիան է շատ ֆեմինիզացվում, բայց գոնե այս փուլում այդ գենդերային հարթությունը կարելի է տեսնել այս գծով, թե ոնց կանայք սպասում են տանը, իսկ տղամարդիկ մեկնում են աշխատելու։ Այստեղ մենք տեսնում ենք էլի այդ սոցիալական կապերը, ու տեսնում ենք հայրենիքում մնացածները ակնկալում են, որ մեկնածը պետք է իրենց ինֆորմացիա տա աշխատանքի հնարավորությունների մասին եւ աջակցի տեղափոխվել, մինչդեռ այդ մարդը, ինչպես մի քիչ առաջ էլ ասեցի, ավելի հակված է այդ երկրի իր փորձառության մասին պատմելու։ Հետո նաեւ տեսնում ենք այս կնոջ այդ բարդությունը ճամփորդության մեկնելու
Երբեմն մեզ թվում է, թե այդ որոշում կայացնելը շատ հեշտ է, ուղղակի մարդիկ վեր են կենում եւ գնում են, բայց իրականում շատ բարդությունների հետ կապված ու ամեն մեկը չի կարողանում գնալ եւ մենք սովոր ենք քննարկել, թե որոնք են պատճառները, որ մարդիկ գնում են, բայց հետաքրքիր հարց է, թե որոնք են այն պատճառները, որոնցից ելնելով մարդիկ մնում են, չեն կարողանում գնալ։ Եվ այս կինը շատ հստակ պատճառաբանություններ է բերում եւ շատ պարզ պատճառաբանություններ, որ ինքը այդքան պինդ չի, որ ինքը շատ շփվող չի կարողանա այդ ճանապարհը մենակ անցնել։ Ճիշտ է, հեղինակները հետո վիճարկում են, ասում են, որ պատճառը ուրիշ է, իրենց մեկնաբանությունը այն է, որ կինը ուղղակի չի ուզում գնա, որովհետև ավելի շատ ակնկալում է, որ ամուսինը կվերադառնա, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ այս պարագայում վստահենք ավելի շատ հեղինակների կարծիքին եւ ոչ թե կնոջ պնդմանը, ամեն դեպքում շատ հաճախ շատ դժվար որոշում է եւ մենք էլ մեր շուրջը մարդիկ կտեսնենք, հատկապես մեծ սերունդի մեջ, որոնք ուղղակի հրաժարվում են թողնել իրենց տունը եւ գնալ։ Հիմա այդ մեկնելու դժվարությունը, հա, ճանապարհը անցնելու դժվարությունը, այդ ճամփորդելու խառնվածք չունենալը կամ ունենալը, էլի մի հատ հետաքրքիր թեմա է, ոնց է կայացվում մեկնելու որոշումը։ Ու որպես դրա շարունակություն ուզում եմ վերջին պատառիկը կարդալ, սա արդեն երգից հատված է, որը ալժիրցի միգրանտի մասն է, Ֆրանսիայում ալժիրցի միգրանտի, որը նաև ալժիրական պատմություններ պատմող է եւ երգեր գրող։ Ինչ է ասում, հատված է ուղղակի երգից։ Եվ իմ սիրտը դեռ տարակուսում է, արդյոք գնա, թե մնա, արդյոք մնա, թե գնա, կամ արդյոք արդեն գնացել է, թե մնացել է, կամ արդյոք արդեն մնացել է, թե գնացել է։ Այս աղտը վաղուց է սկիզբ առել, խեղճ սիրտս միշտ մազից կախված վիճակում է։ Հիմա այստեղ էլի ինչ ենք տեսնում, զուտ որ նայենք այդ թեմատիկային, հա, ինչի մասն է, այդ տարակուսանքը եւ անվստահությունը մեկնել չմեկնելու մասին, եւ ինչը հետաքրքիր է նաեւ մեկնել ենք մենք, թե չենք մեկնել, հիմա մենք այնտեղ ենք, թե այստեղ ենք, էլի մի ապրում, որ շատ հատուկ է շատ միգրանտների, հատկապես այդ ապագայի նկատմամբ վերաբերմունքը, նպատակները, մարդիկ երկար տարիներ ապրում են երկրում, ուրիշ երկրում, իրենց այդ միգրացիայի երկրում, բայց իրենց բոլոր նպատակները, ապագան կապում են այդ իրենց հետևում թողած իրենց ծագման երկրի հետ։ Տասնյակ տարիներ ապրում են օրինակ Միացյալ Նահանգներում, գումար են կուտակում, բայց տուն առնում են հայրենիքում։ Այդ ակնկալիքը, որ իրանք կվերադառնան ու շատ դժվար է հասկանալ հիմա այս մարդկանց կյանքը որտեղ է, այստեղ է, թե այնտեղ է, իսկ ավելի հավանական է, որ հավանաբար հենց երկու տեղում էլ է, հա, եւ այդ Skype-ի հաղորդակցությունն է, որ Skype-ի միջոցով մարդիկ հարսանիքների են մասնակցում իրենց ծագման երկրում կամ, չգիտեմ, ընտրություններ են անում իրենց ծագման երկրում, թեպետ բնակվում են արդեն տասնամյակներով բնակվում են ուրիշ երկրում, բայց իրենք ընտրում են իրանց մասնակցում են ավելի շատ իրենց ծագման երկրի քաղաքականության մեջ եւ ոչ թե այն երկրի, որտեղ ապրում են։ Այսինքն այդ հարցը թվում է թե շատ պարզունակացված է եւ պոետիզացված, բայց շատ ռեալ բաներ ունի հենց առօրյականության մեջ, հա, որտեղ ենք, մենք որ գնացել ենք, թե մնացել ենք կամ ինչպես երգում ասվում, արդյոք մնացել ենք, թե գնացել ենք։ Ես այս բոլոր հատվածները բերեցի մի քանի նպատակով, հա, նախ ուզում էի ցույց տալ, թե ոնց միգրացիայի թեման շատ տարբեր ֆորմատներով եւ շատ տարբեր հարթություններում քննարկվում է երգերում, գրականության մեջ, ինտերվյուներում, հուշերում, այնտեղ, չգիտեմ, փիլիսոփայական էսսեներում։ Ուզում եմ այդ տարբերությունները, հա, այդ բազմազանությունը ֆորմատների առումով ցույց տայի, ուզում եմ նաև ցույց տայի, թե այդ թեմատիկաները միգրացիայի փորձառության մասին խոսելու ինչքան տարբեր են, բազմաշերտ են եւ իրականում այն ինչ որ մենք հիմա վեր հանեցինք, դա նույնիսկ ամբողջնել չի, անընդհատ կարելի է շարունակել ու նոր շերտեր բացահայտել։ Ուզում էի նաև ցույց տայի, թե ոնց երբ որ մենք զուտ ձևակերպումն ենք ուզում հասկանալ միգրացիայի, որ այդ սահմանումը, հա, որը ես ի սկզբանե կարդացի, ոնց այդ ամեն ինչը չի ներկայացնում։
որը նաև բնական է, որովհետև իհարկե սահմանումը չի կարող ամեն ինչ ներառել, բայց ուղղակի ինչ որ մի տեղ է, որտեղից դու սկսում ես այդ ամեն ինչի մասին մտածել։ Բայց սահմանման մակարդակով էլ կան գիտնականներ, որոնք փորձել են ուրիշ տեղից մոտենալ, հա, ոչ թե շեշտը դնել այդ տեղափոխության վրա, այլ դրանով պայմանավորված այլ փոփոխությունների։ Ու օրինակ Ինգրիդ Օսվալդ, գերմանացի գիտնական, հիմա մահացել է, միգրացիայի ուսումնասիրություններով էր զբաղվում, մշակութաբան եւ ուրբանիստիկայի շատ հետազոտություններ ունի։ Ինքը միգրացիան ձևակերպում էր որպես տեղափոխության հետևանքով կյանքի առանցքների կենտրոնների փոփոխություն եւ հիմնականում այդ որպես առանցքներ, որպես կենտրոններ ասում էր բնակության վայրը, աշխատանքը, սոցիալական ցանցերը, լեզուն ու մշակույթը։ Այստեղ մի քիչ ավելի շատ բան ես դու տեսնում, բացի այդ մեխանիկական տեղափոխությունից, այդ դրա հետ կապված ամբողջ հետևանքներն էլ, հա, գալիս են քո առջև, որ դրանց մասին էլ մտածես։ Հիմա շատ դժվար է, էլի եմ ասում, դժվար է գտնել ձևակերպում, սահմանում, որ այս ամբողջ ներկապնակը, թեմատիկ, այս բազմազանությունը ցույց կտա։ Դրա համար մենք այդ շարքի ընթացքում կշարունակենք մտածել այդ սկզբնակետից, հա, որ կարևորը մարդկանց տեղափոխությունն է մի տեղից մյուս տեղը, ու կփորձենք հասկանալ, որ այդ ովքեր են այդ մարդիկ, այդ տեղափոխությունը ինչ է, ոնց է կատարվում, ոնց է վերապրվում, հա, եւ կարևորը տեղը, ինչ ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք տեղ։ Կփորձենք այդ հարցերը քննարկել եւ կնայենք, թե ամեն դիսցիպլին ինչպես է այդ հարցերին պատասխանում, որովհետև այդ միգրացիոն ուսումնասիրությունները կամ ինչպես անգլիալեզու գրականության մեջ ընդունված է ասել migration studies, միջդիսցիպլինար հարթակ է ուսումնասիրություններ եւ դրա համար շատ այդ միգրացիոն հարցերով զբաղվում են հոգեբաններ, մշակութաբաններ, սոցիոլոգներ, պատմություն, վիճակագրություն կամ ժողովրդագրություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, քաղաքագետներն են այդ հարցով զբաղվում։ Մենք կփորձենք հնարավորինս այդ տարբեր դիսցիպլինների կողմից տեսնել, թե ոնց է պատասխանվում, հա, այդ հարցին, ինչ է տեղը, ինչ է տեղափոխությունը եւ ովքեր են տեղափոխվողները եւ ինչ են տեղափոխում։